Ես Ռիտա Սերգեյ Հովհաննիսյան եմ, Երևանի բնակիչ, թոշակառու։ 2 տարի առաջ Գազպրոմը թոշակառուների համար խաղարկություն էր կազմակերպում, նոր տարվա նվեր որպես մասնակցեցի, 50,000 փող ուղարկեցի, իրանց դուր չեկավ, ասեցին մինիմումը պետք է $500 ուղարկեք, ուղարկեցի $500, անցավ ժամանակ, զանգեցին, ասին շահել եք $1,300 դարձել ձեր գումարը, այսքան գումար տվեք, որ ձեր գումարը հետ տանք, դա էլ տվեցի, հետո նորից տվեք, դա էլ տվեցի, այնքան որ դարձավ $1,300, ասեցի չեմ էլ կարող տալ, չտվեցի, որը ժամանակ անց ինձ մի ուրիշ կազմակերպությունից ինձ հետ կապնվեց, ասեց, որ մենք կարող ենք ձեզ օգնել ձեր գումարը ստանալ, այսքան գումար տվեք, տանք, այսքան գումար տվեք տանք, հետո տալու ժամանակ պատահական պարզվեց, ես գիտեի իրանց համար բան եղավ, որ միացրեք հավելվածը ձեր բանկի, տեսնենք որտեղ ուղարկենք այդ գումարը, արդեն դարձել էր 19 միլիոն հայկական դրամ։ Ձեր մտքով չի անցել, որ դա խաբեություն կարող է։ Գիտեք ինչ, ամեն մարդ իր արշինով շրջապատին գնահատում է, քանի որ ես երբեք չէի մտածում, որ կարելի է այդ այդքան խաբել։ Ես հավատում էի, ոնց կարելի է այդքան խաբել։ Մի անգամ, 2 անգամ, 3 անգամ հավելվածը բացեցի ուղիղ իրանց հետ։ Տեսան, որ հավելվածում գումար ունեմ։ Բանկի հավելվածը ինտերնետով բացեցի։ Բացում անգամ զգուշացնում են, ասում են ձեր անձնական տվյալները ոչ ոքին մի փոխանցեք, կոդեր են գալիս, կոդերը մի ոնց հետ բերենք մեր գումարը 19 միլիոն կորցնելուց հանգիստ նստում ես, ասում ես չես ոչինչ բան չեմ անում, չեմ հավատում ձեզ։ Տեսեք, հիմա դուք եկել եք դատախազության դեմ եք բողոքում, ոստիկանություն եք, չէ, արդեն դիմել։ Դատախազության դեմ գիտեք ինչու համար եմ բողոքում։ Ես 2 տարի դիմում եմ գրել, որ իմ գործը նայեն, ոչ մի բան չեն անում։ 2 ամիս առաջ Այն 1300-ի ժամանակ գնայիք ոստիկանություն։ Ես 2 ամիս առաջ, ով որ ինձանից ինձ խոստացել էր, որ գումարը պետք է վերադարձնի։ Ինձ հետ պատահական զանգ եկավ, վերցնեմ, տեսնեմ զանգնա, բայց ինքը չի խոսում։ Գրպանում հեռախոսը միացած էր ուղիղ եթեր։ Ու ես լսեցի, որ Երևան Սիթիում են, եկա դատախազություն, դիմում գրեցի, ասում եմ կարևոր նորություն ունեմ ձեզ հայտնելու, խնդրում եմ ինձ ընդունեք, 2 ամիս, մի ամիս հետո նախագահան, այդ կենտրոնական կոմիտեի քննչական բաժնի նախագահան ուղարկում է քննիչին 10 անգամ զանգում եմ չի պատասխանում, մի ամիս հետո էլ քննիչն է զանգում եւ քննիչի մոտ գնում եմ արդեն այդ հանցագործը խոչեր կանգնելու Երևան Սիթիում սպասել թե 2 ամիս հետո մեր օրգանները երբ պետք է գան այդ ես բան չունեմ ասելու, բայց կարելի է չէ մի քիչ օպերատիվնի աշխատել, ոնց կարելի է այդքան անփույթ վերաբերվել, քիչ գումար չի 100 արդեն դարձել է 192,000, ոնց կարող եմ ես այդքան գումար կորցնել, ամեն ինչ վաճառել եմ ես իմ տանը, ամեն ինչ, մեքենա, գարաժ, ոսկեղե, նույնիսկ տան սպասքն եմ վաճառել, որ տան, որ իմ գումարը հետ վերադարձնեն, բացի դրանից է բանկերում վարկեր ունեմ ես, թոշակով չեմ կարողանում այդ վարկերը փակել, հիմա էլ ֆրանսիական կազմակերպություն է մի հատ յուրիստ, խոստացել է, որ ինձ վերադարձին այդ գումարը, սա փաստաթղթերը, որ խոսում են, պարկեշտ մարդիկ են թվում, ամեն Չեք որոշել դիմել դատախազություն, ինչու հենց հիմա։ 2 տարի է դիմել եմ, ինչի հիմա, 2 տարի է, դե հետաքրքրվում են իրանք, զբաղվում են։ Հիմա այսօրվա ակցիան ինչ կփոխի։ Դե պարոն Կարագոզյանը առաջարկել է, որ նախկինում Հայաստանում հայտնաբերվել է խումբ հանցագործների, որոնք այդ գործով են զբաղված։ Խնդրեմ մի փոքր առաջ կանգնեք։ Լավ, հիմա խո ես համ